Տիկինը կարծում էր, թե գտել է խաղաղություն, որդու հարսի տանը ապաստանելով։ Բայց ժպիտների քաղցր բառերի հետում թաքնված էր դաժան բռնության լռության շրջան։ Մինչ անանուն մի գրություն բացահայտեց ճշմարտությունը, փոխեց ամեն ինչ։ Առավոտը դանդաղ արթնանում էր Դիլիջանում, այն ցրտով, որը գծում էր մաշկը, հաստ վերմակներ էր պահանջում։ Տիկին Մարիամը ուսերին ուղղեց շալը, նայեց ավտոբուսի պատուհանից, որը նրան տանում էր դեպի նոր կյանք։ 68 տարեկան էր, ժամանակի ու աշխատանքի հետքերով նշված ձեռքերով, բայց սիրտը դեռ հույսով լի։ Նրա որդին Ռուբենը այնքան էր պնդել, որ նա համաձայնի ապրել իր կնոջ հետ նոր գնած տանը։ Մեծ, ժամանակակից տուն, այգիով, այն ամենով, ինչին նա երբեք իրավունք չէր ունեցել իր ամբողջ զոհողություններով լի կյանքում։ Մարիամը հիշում էր իր աղքատ մանկությունը Շիրակի մարզի գյուղական շրջաններում, հողով կեղտոտված ձեռքերը, որոնք լոբի ու եգիպտացորեն էին տնկում հոր արտում։ Երիտասարդ տարիքում ամուսնացել էր բարի, աշխատասեր տղամարդու հետ, ով շատ շուտ էր հեռացել, նրան մենակ թողնելով 3 տարեկան երեխայի հետ։ Ռուբենը, նրա տղան, նրա ամեն օր արածակից առաջ արթնանալու պատճառը, աշխատելու որպես տնային սպասուհի, դերձակուհի, մաքրուհի, ինչ աշխատանք էլ որ գտնվեր։ Ամեն ինչ նրա համար, որ նա սովորի, հնարավորություններ ունենա, մարդ դառնա կյանքում։ Եվ նա հասավ դրան։ Ռուբենը ավարտել էր ինժեներական կրթությունը, քրտնաջան աշխատել էր, ամեն մի լումախը նայել, ներդրել իր սեփական բիզնեսում բարգավաճել։ Այժմ 36 տարեկանում նա հաջողակ շինարարական ընկերության սեփականատեր էր Երանում, Հայաստանի մարզերում տարածված նախագծերով։ Գնել էր այդ գեղեցիկ տունը Դիլիջանում, հանգստյան օրերին ապաստան ունենալու համար, հեռու մայրաքաղաքի քաոսից։ Եվ մորը մոտ էր ուզում։ Միշտ խոստացել էր, որ մի օր նրան կտա այն ամենը, ինչին նա արժանի էր։ Այդ օրը եկել էր։ Տաքսին կանգնեց Դարբնաշեն երկաթե դարպասի դիմաց։ Մարիամը դանդաղ իջավ, մաշված պայուսակը կրծքին սեղմած։ Տան աշխատողը բացեց դարպասը, նա քայլեց պորտուգալական քարերով սալիկապատ ճանապարհով, հիանալով երկու կողմերում ծաղկած հորտենզիաներով։ Տունը շունչ էր կտրում։ Երկու հարկանի էր, լայն պատուհաններով, փայտե պատշգամբով, թեք տանիքով, ինչպես եվրոպական շալեները։ Կինոնկարի տեսարան էր թվում։ Ռուբենը հայտնվեց դռան մոտ, այն լայն ժպիտով, որը հալեցնում էր մոր սիրտը դեռ մանկուց։ Նրա կողքին Աննան։ Կինը։ Մարիամը նրան արդեն ճանաչում էր մի քանի արագ այցելություններից, բայց երբեք իրականում չէին շփվել։ Աննան այն ամենն էր, ինչ Մարիամը չէր։ Բարձրահասակ, էլեգանտ, հարթեցրած մազերը կատարելապես ընկած էին ուսերին, մատնահարդարված եղունգներ, ֆիրմային հագուստ։ Աշխատում էր որպես մարքեթինգի մենեջեր բազմազգ ընկերությունում, ուներ այն նրբաճաշակ կեցվածքը, որը բնորոշ է այլ հնարավորություններով ծնվածներին։ Բարի գալուստ, տիկին Մարիամ, ասաց Աննան, ցույց տալով իր բոլոր ճերմակ ատամները։ Մենք այնքան ուրախ ենք ձեզ այստեղ ունենալու համար։ Այս տունը հիմա նա ձերն է։ Մարիամը հուզմունքից կրծքի սեղմվածություն զգաց։ Վերջապես հանգիստ կունենար։ Վերջապես կարող էր հանգստանալ այսքան տարվա պայքարից հետո։ Ռուբենը նրան ամուր գրկեց, նա զգաց նրա օծանելիքի բույրը, նույնը, որը նա օգտագործում էր դեռ դեռահասության տարիներից։ Իմ որդի, իմ սեր, շշնջաց նա, համառ արցունքները փորձելով փախչել իր հոգնած աչքերից։ Առաջին օրերը երազանք էին։ Մարիամը արթնանում էր այն սենյակում, որը Ռուբենը հատուկ իր համար էր պատրաստել, փափուկ անկողնով, մեծ հեռուստացույցով, ապակե խցիկով, անհատական լոգարանով։ Նա, ով միշտ քնել էր հին մահճակալներում, ընդհանուր լոգարաններում։ Նախաճաշում էր հսկայական խոհանոցում, 6 այրիչով գազօջախով չժանգոտվող պողպատից սառնարանով, որը ռեստորանային էր թվում։ Աննան տեղում պատրաստում էր ստված սուրճ, տաք հացեր, կտրատած մրգեր։ Նրանք խոսում էին առօրյա բաների մասին, այգու ծաղիկների մասին, Ռուբենի բիզնեսի ընդլայնման պլանների մասին։ Ինչ լավ է, որ դուք այստեղ եք, տիկին Մարիամ, ասում էր Աննան, ավելի շատ սուրճ մատուցելիս։ Տունը պակաս դատարկ է լինում։ Եվ ես գիտեմ, որ Ռուբենը ավելի հանգիստ է լինում, իմանալով, որ դուք լավ խնամված եք։ Մարիամը ժպտում էր, շնորհակալություն հայտնում այն խոնարհությամբ, ով երբեք չէր սովորել բարություն ստանալ։ Աննան ուշադիր էր, հարցնում էր, արդյոք հարմարավետ է, արդյոք ինչ-որ բանի կարիք ունի, արդյոք բարձը հարմար է։ Ռուբենը ավելի շատ ժամանակ էր անցկացնում տանը, աշխատում էր վերին հարկում ստեղծած իր գրասենյակում, իջնում էր նրանց հետ ճաշելու, պատմում էր շինարարական աշխատանքների, դժվար հաճախորդների, ձեռքբերումների մասին։
Մարիամը ամեն ինչ լսում էր հպարտությունից շողացող դեմքով։ Նրա տղան, նրա մարտիկը։ Երեկոյան Մարիամը սիրում էր նստել պատշգամբում դիտել փողոցների շարժը։ Դիլիջանն ուներ այն եվրոպական մթնոլորտը, փայտե տներ, բարձրահասակ սոճիներ, ցուրտ, որը տաք շոկոլադ էր պահանջում։ Նա երբեք չէր պատկերացրել, որ կապրի նման վայրում։ Երբեմն Սոնան, տանը շաբաթական 3 անգամ աշխատող աշխատակցուհին, նստում էր նրա կողքին զրուցելու։ Սոնան պարզ կին էր, 50 տարեկան, ով մոտակայքում էր ապրում, հոգում էր տան մաքրությունն ու կարգը դեռ այն օրվանից, երբ Ռուբենը գնել էր անշարժ գույքը։ Դուք հավանում եք այստեղ, տիկին Մարիամ, հարցրեց Սոնան մի կեսօր, երբ ծալում էր մաքուր սրբիչներ։ Այո, աղջիկս։ Այո։ Ամեն ինչ այնքան գեղեցիկ է, այնքան հանգիստ։ Զգում եմ, որ վերջապես կարող եմ շնչել։ Սոնան ժպտաց, բայց նրա հայացքում ինչ-որ բան կար, որը Մարիամը չկարողացավ վերծանել։ Ինչ-որ բան, որը նման էր անհանգստության, գուցե, կամ խղճահարության։ Բայց շուտով պահը անցավ, Սոնան վերադարձավ իր աշխատանքին։ Երեկոյան երեքով միասին ճաշում էին։ Աննան լավ էր պատրաստում, բարդ ուտեստներ, որոնք Մարիամը երբեք չէր համտեսել։ Ռիզոտոներ, թարմ մակարոնեղեն, միս գինու սոուսով։ Ռուբենը գովում էր կնոջը, Աննան շնորհակալ ժպտում էր։ Մարիամը լուռ ուտում էր, վայելելով յուրաքանչյուր պատառը, իրեն զգալով այդ ընտանիքի, այդ կյանքի մի մասը, որը չափազանց կատարյալ էր թվում իրական լինելու համար։ Բայց երրորդ շաբաթում ամեն ինչ սկսեց փոխվել։ Ռուբենը ստիպված էր մեկնել Գյումրի, ուղեկցելու մի մեծ շինարարություն, որը հետ էր մնում ժամանակացույցից։ 3 օրով բացակայելու էր։ Մարիամը կրծքի սեղմվածություն զգաց, երբ նա հեռացավ, բայց չգիտեր ինչու։ Աննան ամուսնուն հրաժեշտ տվեց համբույրներով ձեռքի շարժումներով դռան մոտ, երբ մեքենան անհետացավ փողոցի շրջադարձում, տան մթնոլորտում ինչ-որ բան փոխվեց։ Տիկին Մարիամ, պետք է որոշ բաներ հասկանաք, ասաց Աննան նույն կեսօրին, նստելով հյուրասենյակում, ձեռքին թեյի բաժակ։ Հիմա, երբ միայն մենք երկուսս ենք, կարող է որոշ կանոններ սահմանել։ Մարիամը շփոթված թարթեց աչքերը։ Կանոններ։ Այո։ Կանոններ։ Սա իմ տունն է, ի վերջո։ Ես Ռուբենը քրտնաջան աշխատել ենք այն ձեռք բերելու համար։ Դուք այստեղ եք որպես մեր հյուր, բայց դա չի նշանակում, որ կարող եք անել այն, ինչ ուզում եք։ Ձայնի տոնը տարբեր էր։ Ամուր։ Սառը։ Աննայի աչքերն այլևս չունեին այն ջերմ փայլը, որը կար առաջին շաբաթներին։ Մարիամը ստամոքսի ցավ զգաց։ Նախ, դուք չպետք է փակեք սենյակի դուռը։ Ես պետք է մուտք ունենամ տան բոլոր սենյակներ ցանկացած պահի։ Երկրորդ, բարձր ռադիո մի լսեք։ Աղմուկը ինձ նյարդայնացնում է։ Երրորդ, չեմ ուզում, որ դուք խոհանոցում շփվեք, երբ ես այնտեղ եմ։ Ամեն ինչի համար ժամեր կան։ Դուք կարող եք օգտագործել խոհանոցը վաղ առավոտյան, մինչ իմ արթնանալը, կամ կեսօրին, ժամը 3-ից հետո։ Մնացած ժամանակում դա իմ տարածքն է։ Մարիամը բացեց բերանը բողոքելու համար, բայց խոսքերը մահացան կոկորդում։ Աննան վեր կացավ, շտկեց իր կիսաշրջազգեստը, քայլեց դեպի սանդուղքը, կանգ առնելով միայն ուսի վրայով նայելու համար։ Ահ, մեկ այլ բան։ Չեմ ուզում, որ դուք սրա մասին որևէ բան պատմեք Ռուբենին։ Նրա գլխում արդեն շատ բան կա։ Պետք չէ անհանգստանալ տան մանրուքների մասին։ Հասկանալի է։ Մարիամը գլխով արեց, լուռ։ Սիրտը անկանոն էր բաբախում։ Երբ Աննան բարձրացավ սանդուղքներով անհետացավ միջանցքում, Մարիամը շուրջը նայեց գեղեցիկ սենյակին, թանկարժեք կահույքին, թավշյա վարագույրներին։ Հանկարծ ամեն ինչ բանտ թվաց։ Այդ գիշեր նա վատ քնեց։ Նախկինում այնքան հարմարավետ թվացող ներքնակը հիմա ցավեցնում էր մեջքը։ Տան լռությունը ջնշող էր։ Մարիամը կողքի պառկեց, նայելով դռանը, որն այլևս չէր կարող փակել, վախի մի պահ զգաց, որը վաղուց չէր զգացել։ Հաջորդ օրերը լուռ տանջանք էին։ Աննան բարության դիմակը պահում էր միայն, երբ Սոնան մոտ էր, կամ երբ որե հարանուհի էր գալիս արագ այցելության։ Այդ պահերին նա ամբողջությամբ ժպիտներ ու հոգատարություններ, թեյ էր առաջարկում, գովում էր Մարիամին, նրան սիրելի զոքանչ էր անվանում։ Բայց հենց որ մենակ էին մնում, դեմքի արտահայտությունը փոխվում էր, կարծես ինչ-որ մեկը լույսն անջատած լիներ։ Տիկին Մարիամ, դուք բաժակ եք թողել լվացարանում։ Քանի՞
Անգամ պետք է ասեմ, որ չեմ ուզում կեղտոտ ամանեղեն կուտակվի։ Անմիջապես լվացեք։ Տիկին Մարիամ, ձեր հողաթափերը հյուրասենյակում են։ Չեմ ուզում, որ որևէ բան իր տեղից դուրս լինի։ Հիմա տարեք սենյակ։ Տիկին Մարիամ, այդ հին շալը հոտ է գալիս։ Շպրտեք կամ լավ լվացեք։ Յուրաքանչյուր հրաման տրվում էր այնպիսի կտրուկ տոնով, որ Մարիամը կծկվում էր։ Նա, ով միշտ անկախ էր եղել, ով մենակ էր մեծացրել որդուն, ով ամբողջ կյանքն աշխատել էր առանց բողոքելու, հիմա իրեն շրջափակված էր տեսնում իր սեփական տանը։ Կամ ավելի ճիշտ, այն տանը, որը կարծում էր, թե նա իրենն է։ Երբ Ռուբենը վերադարձավ ուղղորությունից, Մարիամը փորձեց ուրախություն ցուցաբերել։ Որդուն ամուր գրկեց, հարցրեց աշխատանքի մասին, լսեց շինարարության պատմությունները։ Բայց երբ նա հարցրեց, արդյոք ամեն ինչ կարգին է, արդյոք նա երջանիկ է այնտեղ, Մարիամը մի հայացք գցեց Աննայի վրա, ով խոհանոցից սառը ժպիտով դիտում էր տեսարանը, պատասխանեց, որ այո, ամեն ինչ կատարյալ է։ Ուրախ եմ, մայրիկ։ Դուք արժանի եք այս ամբողջ հանգստին։ Շատ եք աշխատել ամբողջ կյանքում։ Հիմա հանգստանալու ժամանակն է, ասաց Ռուբենը, համբուրելով նրա ճակատը։ Այդ գիշեր, ճաշի ժամանակ, Աննան փայլում էր։ Պատմեց աշխատանքում ստացած առաջխաղացման մասին, մի կարևոր նախագծի մասին, որը պետք է ղեկավարեր։ Ռուբենը նրան շնորհավորեց, հպարտությամբ, գինիով կենաց խմեցին։ Մարիամը մեխանիկորեն ժպտաց, ափսեում ուտելիքը տեղաշարժելով։ Ախորժակը կորցրել էր։ Հաջորդ օրերին Աննայի պահանջները մեծացան։ Մարիամն այլս չէր կարող հեռուստացույց դիտել երեկոյան ժամը 9-ից հետո, քանի որ աղմուկը խանգարում էր։ Չէր կարող ջրել այգու բույսերը, քանի որ Աննան ուներ հատուկ մեթոդ, որը չէր ուզում փոխել։ Չէր կարող երկար ժամանակ զրուցել Սոնայի հետ, քանի որ դա խանգարում էր աշխատակցուհու աշխատանքին։ Աստիճանաբար Մարիամը սկսեց հեռանալ իր սենյակ, դուրս գալով միայն ուտելու այգում կարճ զբոսանքների համար, միշտ լուռ, միշտ վախենալով անհանգստացնել։ Առաջինը Սոնան նկատեց փոփոխությունները։ Մի հինգշաբթի կեսօր, երբ պատշգամբը մաքրում էր, նա նկատեց Մարիամին, որը նստած էր այգու մի անկյունում, հայացքը կորած, ուսերը թեքված։ Զգուշությամբ մոտեցավ։ Դուք լավ եք, տիկին Մարիամ։ Այսօր տխուր եք թվում։ Մարիամը վեր բարձրացրեց աչքերը, զարմացած բարությունից։ Այո, աղջիկս։ Մի փոքր հոգնած եմ։ Սոնան չհավատաց, բայց հարգեց լռությունը։ Նա լավ գիտեր այդ տեսակի տխրությունը։ Դա մենակ ծանրություն կրողի տխրությունն էր։ Բայց չպնդեց։ Պարզապես մի քանի վայրկյան ձեռքը դրեց տարեց կնոջ ուսին, նախքան աշխատանքին վերադառնալը։ Ռուբենի վերադարձից 2 շաբաթ անց տեղի ունեցավ առաջին ֆիզիկական միջադեպը։ Մարիամը խոհանոցում էր առավոտյան, թույլատրված ժամից շուտ, փորձելով իր համար սուրճ պատրաստել։ Գլխացավ ուներ տաք բանի կարիք ուներ։ Չլսեց Աննայի իջնելը սանդուղքներով։ Երբ շրջվեց, հարսը այնտեղ էր, ձեռքերը ծալած, դեմքը ցասումից աղավաղված։ Ինչ եք անում այստեղ։ Չասացի, որ սա ձեր ժամը չէ։ Ես պարզապես սուրճ էի ուզում, Աննա։ Գլխացավ ունեմ։ Ինձ չի հետաքրքրում։ Ասացի, որ ժամեր կան։ Դուք կարծում եք, որ կարող եք անել այն, ինչ ուզում եք, միայն այն պատճառով, որ Ռուբենի մայրն եք։ Աննան առաջ եկավ այնքան ուժով պոկեց բաժակը Մարիամի ձեռքերից, որ տարեց կինը կորցրեց հավասարակշռությունը հենվեց սեղանին։ Շարժման ընթացքում բախեց ձեռքը լվացարանի անկյունին։ Ցավը սուր էր, անմիջական։ Մարիամը ձեռքը տարավ բազկին զգաց մաշկի այրվելը։ Երբ նայեց, կար մի կարմիր հետք, որը արագորեն սկսեց կապտել։ Տեսեք, թե ինչ արեցիք։ Անհարմար։ Հիմա այնտեղ լալու եք։ Գնացեք սենյակ մի իջեք, մինչ ես ձեզ կանչեմ։ Մարիամը սանդուղքներով բարձրացավ դողացող ոտքերով, բռնելով վնասված ձեռքը։ Փակվեց սենյակում միայն այդ ժամանակ թույլ տվեց արցունքներին թափվել։ Նայեց լոգարանի հայելուն տեսավ կապույտ հետքը, որը սկսում էր ձավորվել։ Ինչպես դա բացատրեր Ռուբենին։ Բայց Ռուբենը նույնիսկ չնկատեց։ Հաջորդ օրերին նա զբաղված էր հանդիպումներով, հեռախոսազանգերով, կարճ ուղղորություններով դեպի հարան քաղաքների շինարարական օբյեկտներ։ Ուշ էր գալիս, արագ ճաշում էր բարձրանում աշխատելու գրասենյակում կամ քնելու։ Հազիվ էր խոսում մոր հետ։ Աննան, իր հերթին, ավելի ու ավելի համարձակ էր դառնում։
Նա գիտեր, որ ամուսինը իր ձեռքի ափի մեջ է, որ նա կույրորեն վստահում է իրեն, որ երբեք ոչինչ չի կասկածի։ Տիկին Մարիամ, ձեր այդ մազերը սարսափելի են։ Ավելի նման է։ Մի դուրս եկեք տնից այդպես։ Մեզ կամաչեցնեք։ Տիկին Մարիամ, ձեր հագուստները շատ հին են։ Ամեն ինչ դուրս կնետեմ, նոր բաներ կգնեմ։ Բայց դուք կհագնեք այն, ինչ ես կընտրեմ, հասկանալի։ Տիկին Մարիամ, ավելի արագ քայլեք։ Չեմ հանդուրժում դանդաղ մարդկանց։ Խոսքերն ավելի շատ էին ցավեցնում, քան երբեմնի հրումները։ Մարիամն ամեն օր իրեն նվազող էր զգում։ Միայնակ որդի մեծացրած ուժեղ կինը անհետանում էր, իր տեղը զիջելով մի վախեցած ստվերի, որը հազիվ էր համարձակվում բարձր շնչել։ Սոնան շարունակում էր դիտել։ Տեսնում էր Մարիամի ձեռքերին հայտնվող հետքերը։ Տեսնում էր, թե ինչպես էր տարեց կինը գծկվում, երբ Աննան մտնում էր սենյակ։ Տեսնում էր սարսափի հայացքները, դողացող ձեռքերը, կորած ախորժակը։ Մի անգամ փորձեց խոսել, բայց Մարիամը ամեն ինչ հերքեց։ Ամեն ինչ կարգին է, Սոնա։ Ես եմ անհարմար։ Արդեն ծեր եմ, ոտքերս չեն ենթարկվում։ Սոնան գիտեր, որ դա սուտ է, բայց ինչ կարող էր անել։ Աննային դիմակայելը կնշանակեր կորցնել աշխատանքը։ Եվ նրան գումար էր պետք։ 2 երեխա ուներ մենակ մեծացնելու։ Բայց մեղքը ներսից ուտում էր նրան։ Ամեն անգամ, երբ հեռանում էր տիկին Մարիամին մենակ էր թողնում տիրուհու հետ, կրծքի ծանրություն էր զգում։ Մի շաբաթ օր կեսօրին Ռուբենը որոշեց ամբողջ օրը տանը մնալ։ Շատ հոգնած էր։ Ուղղորություններից ուզում էր հանգստանալ։ Մորը գտավ այգում, նստած թթենու տակ գտնվող փայտե նստարանին։ Նստեց նրա կողքին, նկատեց, որ նա ավելի նիհար էր, ավելի կորացած։ Մայրիկ, դուք նիհարում եք։ Ճիշտ չեք ուտում։ Ուտում եմ, որդիս։ Պարզապես տարիքի հոգնածությունն է։ Բայց դուք երջանիկ եք այստեղ։ Հավանում եք տունը։ Մարիամը նայեց իր կնճռոտ ձեռքերին, այն հետքերին, որոնք այլս չէր կարող ամբողջությամբ թաքցնել։ Մտածեց պատմելու մասին։ Մտածեց որդուն գրկելու ամեն ինչ լացելու մասին, ինչ խեղդված էր։ Բայց հետո տեսավ Աննային վերին հարկի պատուհանից, նեղ աչքերով դիտելով տեսարանը, վախն ավելի բարձր խոսեց։ Երջանիկ եմ, այո։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, իմ որդի։ Ռուբենը գրկեց մորը գնաց տուն։ Չտեսավ արցունքները, որոնք հոսեցին հենց որ նա հեռացավ։ Չտեսավ, թե ինչպես Մարիամը գրկեց իր մարմինը, փորձելով պաշտպանվել անտեսանելի վտանգից։ Ոչինչ չտեսավ, քանի որ կուրացած էր վստահությունից, առօրյայից, այն համոզմունքից, որ լավագույնն էր անում մոր համար։ Այդ գիշեր, երբ Ռուբենը քնեց, Աննան գնաց Մարիամի սենյակ։ Մտավ առանց թակելու, ինչպես միշտ անում էր։ Նստեց մահճակալի եզրին, խոսեց ցածր ձայնով, սարսափելի հանգստությամբ։ Տիկին Մարիամ, եթե դուք որևէ բան պատմեք Ռուբենին, կզղջաք։ Նա ինձ վստահում է։ Հավատում է ամեն ինչին, ինչ ես ասում եմ։ Ես կարող եմ նրան ստիպել մտածել, որ դուք խելագարվում եք, որ բաներ եք հորինում։ Եվ հետո։ Որտեղ եք ապրելու։ Ո՞վ է ձեզ խնամելու։ Լավ մտածեք, նախքան բերանը բացելը։ Մարիամը վերմակը քաշեց մինչ կզակը զգաց, թե ինչպես վախը վերածվեց սարսափի։ Աննան ժպտաց դուրս եկավ սենյակից, դուռը կիսաբաց թողնելով։ Հիշեցում, որ այնտեղ գաղտնիություն չկար։ Այնտեղ ապաստան չկար։ Շաբաթները Մարիամի համար տարիներ էին թվում։ Ամեն առավոտ արթնանում էր ցավող մարմնով, ոչ միայն ֆիզիկական հետքերից, այլ իր կրած էմոցիոնալ ծանրությունից։ Այգին, որին այնքան էր հիացել առաջին շաբաթներին, հիմա ծաղկած բանտ էր թվում։ Տան գեղեցիկ պատերը արձագանքում էին վախի լռությամբ։ Աննան ավելի ու ավելի ստեղծագործ էր դառնում նվաստացումների մեջ։ Սկսեց վերահսկել նույնիսկ այն ուտելիքի քանակը, որը Մարիամը կարող էր ուտել։ Դուք շատ եք գիրանում, տիկին Մարիամ։ Ստիպված կլինեմ չափել չափաբաժինները։ Չեմ ուզում ձեր կին ապրի իմ տանը։ Մարիամը, ով իրականում նիհարում էր, ընդունում էր կես ափսեները լուռ ուտում։ Ռուբենը, երբ ներկա էր, ոչինչ չէր նկատում, քանի որ Աննան սովորաբար մատուցում էր զոքանչին, երբ նա մոտ էր։ Ամեն ինչ կատարյալ բեմադրություն էր։ Մի երեքշաբթի կեսօրին, երբ Ռուբենը կարոր հանդիպման էր երանում, Աննան որոշեց խաղը սրել։
Կանչեց Մարիամին հյուրասենյակ, այնպիսի տոնով, որը հրաժարում չէր ընդունում։ Նստեք այնտեղ։ Մարիամը հնազանդվեց, սիրտը արագացած։ Աննան քայլում էր այս ու այն կողմ, կրունկները հարվածելով փայտե հատակին այնպիսի ձայնով, որը կարծես մուրճով էր հարվածում տարեց կնոջ գլխում։ Գիտեք, տիկին Մարիամ, շատ եմ մտածել ձեր այստեղի իրավիճակի մասին։ Դուք ոչինչ չեք անում ամբողջ օրը։ Չեք աշխատում, ոչ մի բանով չեք օգնում։ Ապրում եք իմ ամուսնու հաշվին։ Մեր վաստակած գումարով։ Ես կարող եմ օգնել, Աննա։ Կարող եմ պատրաստել, մաքրել։ Ինձ ձեր օգնությունը պետք չէ։ Դրա համար Սոնա ունեմ։ Ինձ պետք է, որ դուք հասկանաք ձեր տեղը այստեղ։ Եվ այդ տեղը վերում է սենյակում, հանգիստ, առանց խանգարելու։ Աննան մոտեցավ կանգնեց ուղիղ Մարիամի դիմաց, վերից նայելով նրան։ Եվ մեկ այլ բան։ Կարծում եմ, դուք մոռացկոտ եք դառնում։ Այսօր նույնիսկ 2 անգամ հարցրեցիք, արդյոք ես արդեն ճաշ պատրաստել եմ։ 2 անգամ նույն հարցը։ Դա նորմալ չէ։ Մարիամը շփոթված թարթեց աչքերը։ Ես 2 անգամ չեմ հարցրել։ Հարցրել եք, այո։ Տեսնում եք։ Արդեն մոռանում եք։ Ստիպված կլինեմ դա նշել Ռուբենին։ Կարծում եմ, դուք պետք է բժշկի դիմեք։ Գուցե դա իսկապես գլխի հետ կապված բան է։ Սարսափը համակեց Մարիամին։ Աննան պատմություն էր կառուցում, կասկածի սերմեր էր ցանում։ Եթե նրան հաջողվեր համոզել Ռուբենին, որ մայրը հիշողության խնդիրներ ունի, ապա Մարիամի ցանկացած ասած բան կմերժվեր որպես ծեր կնոջ շփոթություն։ Այդ գիշեր, ճաշի ժամանակ, Աննան սկսեց իր արշավը։ Ռուբեն, սերս, պետք է խոսեմ քեզ հետ քո մոր մասին։ Ես անհանգստացած եմ։ Ռուբենը ափսեից աչքերը բարձրացրեց։ Ինչ եղավ։ Նա շատ մոռացկոտ է։ Այսօր նույն հարցը մի քանի անգամ տվեց։ Երեկ գազօջախը միացրած էր թողել։ Անցյալ շաբաթ չէր հիշում, արդյոք սուրճ խմել էր։ Մարիամը ուզում էր բղավել, որ ամեն ինչ սուտ է, բայց ձայնը մահացավ կոկորդում։ Ռուբենը մորը նայեց անկեղծ անհանգստությամբ։ Մայրիկ, դուք լավ եք զգում ձեզ։ Իսկապես մոռանում եք բաները։ Ոչ, որդիս։ Ես լավ եմ։ Ռուբենը Աննայի հետ հայացքներ փոխանակեց, ով դրամատիկորեն հոգոց հանեց։ Տեսնում եք։ Նա նույնիսկ չի նկատում։ Կարծում եմ, պետք է նրան բժշկի տանենք։ Կարող է ավելի լուրջ բանի սկիզբ լինել։ Ռուբենը մտածկոտ գլխով արեց։ Մարիամը զգաց, որ հողը սահում է ոտքերի տակից։ Նրան ներկայացնում էին որպես խելագար, շփոթված, ծերամիտ։ Եվ ոչինչ չկար, որ կարողանար անել առանց հուսահատ կամ, ավելի վատ, առանց հաստատելու Աննայի ցանած կասկածները։ Հաջորդ օրերին Աննան ուժեղացրեց չարաշահումները։ Հասնում էր նույնիսկ Մարիամի ձեռքը գծելուն, երբ անցնում էր նրա կողքով միջանցքներում, միշտ այն տեղերում, որոնք հագուստն էր ծածկում։ Ուժով հրում էր, երբ համոզված էր, որ ոչ ոք չի նայում։ Ավելի ու ավելի բարձր էր խոսում, կարծես Մարիամը խուլ լիներ կամ անկարող հասկանալու, հատկապես երբ հյուրեր կային, ամրապնդելով թուլացած տարեց կնոջ կերպարը։ Տիկին Մարիամ, պետք է ամեն ինչ մի քանի անգամ կրկնել նրա հետ։ Մի քիչ շփոթված է դառնում, խեղճը։ Այցելուները Մարիամին խղճահարությամբ էին նայում, նա զգում էր նվաստացումը, որը մաշկն էր այրում։ Ուզում էր բղավել, որ շփոթված չէ, որ տանջվում է, բայց խոսքերը դուրս չէին գալիս։ Վախը լռեցնում էր նրան։ Սոնան մի տեսարան տեսավ, որը նրան օրերով անքուն թողեց։ Ուրբաթ կեսօր էր։ Ռուբենը կրկին մեկնել էր չէր վերադառնա մինչ կիրակի։ Սոնան վերին հարկում էր, անկողնային սպիտակեղենը փոխելիս, երբ Մարիամի սենյակից աղմուկ լսեց։ Մոտեցավ կիսաբաց դռանը տեսավ Աննային, մատը զոքանչի դեմքին խրած, ցածր սպառնալից տոնով խոսելիս։ Եթե բերանը բացես, ես քեզ կվերջացնեմ։ Հասկանալի։ Ռուբենին կստիպեմ քեզ հիվանդանոց տանել։ Կասեմ, որ ագրեսիվ ես, որ զառանցում ես։ Գիտես, որ ձեր խելագար մարդկանց համար կլինիկա կա։ Ուզում ես հայտնվել նման տեղում։ Մարիամը լուր լացում էր, գծկված սենյակի աթոռին։ Սոնան դանդաղ հետ քաշվեց, սիրտը ուժեղ բաբախելով։ Լուր իջավ սանդուղքներով, վերցրեց պայուսակը այդ օրը շուտ հեռացավ։
Ավտոբուսում պատուհանից դուրս նայելով անցնող բնապատկերին, զգաց, թե ինչպես է մեղքը պատռում ներսից։ Բայց ինչ կարող էր անել։ Ով կհավատար իրեն, Աննայի խոսքի դիմաց։ Նույն գիշեր, երբ Սոնան հեռացավ, Աննան կրկին բարձրացավ Մարիամի սենյակ։ Տարեց կինը պառկած էր, քուն ձացնելով, բայց լարված մարմինը մատնում էր նրան։ Աննան նստեց մահճակալի եզրին, սկսեց խոսել, գրեթե շշուկով։ Գիտեք, տիկին Մարիամ, երբեմն մտածում եմ, թե որքան հեշտ կլիներ, որ դուք պարզապես անհետանայիք։ Մի պատահար, սանդուղքներից ընկնել, ցանկացած բան։ Ռուբենը տխուր կլիներ, իհարկե։ Բայց կհաղթահարեր։ Եվ ես վերջապես կունենայի իմ տունը միայն ինձ համար, առանց անպետք ծերերի, որոնք տեղ են զբաղեցնում։ Մարիամը բացեց աչքերը, սարսափած։ Աննան ժպտաց։ Բայց մի անհանգստացեք։ Ես ոչինչ չեմ անի։ Քանի դեռ դուք հնազանդ կլինեք, հանգիստ անտեսանելի։ Այդպես բոլորս էլ երջանիկ կլինենք, չէ՞։ Նա վեր կացավ, դուրս եկավ, Մարիամին թողնելով վերմակի տակ դողալու։ Այդ գիշեր տարեց կինը, աչք չկպցրեց։ Պառկած էր, նայելով առաստաղին, փորձելով հասկանալ, թե ինչպես էր այն կյանքը, որն այնքան կատարյալ էր թվում, վերածվել մղձավանջի։ Առավոտյան, երբ Ռուբենը զանգեց, իմանալու, թե ինչպես են, Աննան պատասխանեց իր միշտ քաղցր ձայնով։ Ամեն ինչ հիանալի է, սերս։ Քո մայրը լավ է։ Ճիշտ կերել է, հանգստանում է։ Մի անհանգստացիր։ Վայելիր ուղղորությունը։ Հեռախոսը անջատելուց հետո նա նայեց Մարիամին, ով նստած էր հյուրասենյակում, փոքրիկ վախեցած։ Տեսնում եք, թե որքան հեշտ է։ Նա հավատում է ամեն ինչին, ինչ ես ասում եմ։ Ամեն ինչին։ Մարիամը իջեցրեց աչքերը, խորը տխրություն զգաց կրծքում։ Որդին, ում այդքան սիրով էր մեծացրել, ով խոստացել էր հոգ տանել իր մասին, այնքան հեռու էր, թեկուզ այնքան մոտ։ Կույր էր կնոջ նկատմամբ ունեցած վստահությունից։ Խուլ, մոր լուրջ ճիչերին։ Սոնան հաջորդ երկուշաբթի վերադարձավ, պլանով։ Այլս չէր կարող ծածնել, թե ոչինչ չի տեսնում։ Պետք էր ինչ-որ բան անել, թեկուզ զգույշ, թեկուզ սեփական աշխատանքը ռիսկի տակ դնելով։ Բայց ինչպես։ Ինչպես զգուշացնել Ռուբենին առանց ապացույցների։ Ինչպես ստիպել նրան տեսնել, թե ինչ էր կատարվում հենց իր քթի տակ։ Ամբողջ օրը տունն էր մաքրում, ամեն ինչ ավելի ուշադիր դիտելով։ Նկատեց, որ Մարիամը հազիվ էր ուտում, որ դանդաղ էր շարժվում, կարծես ամեն քայլ ցավեցնում էր։ Նկատեց ձեռքերի հետքերը, երբ տարեց կինը լվացք էր փռում պարանին։ Նկատեց, թե ինչպես էր Աննան վերահսկում զոքանչի յուրաքանչյուր շարժումը, յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր շունչը։ Կեսօրին, երբ Աննան վերին հարկում էր աշխատանքային տեսակոնֆերանսի, Սոնան մոտեցավ Մարիամին այգում։ Տիկին Մարիամ, ես գիտեմ, թե ինչ է կատարվում։ Մարիամը վախեցած լայն բացեց աչքերը։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Գիտեմ, այո, դուք պետք չէ ստեք։ Ես ամեն ինչ տեսնում եմ։ Հետքերը, վախը, այնպես, ինչպես նա է վերաբերվում ձեզ, երբ կարծում է, որ ոչ ոք չի նայում։ Խնդրում եմ, Սոնա։ Մի խառնվեք սրան։ Ձեզ վատ կլինի։ Ես չեմ կարող պարզապես նայել։ Պետք է ինչ-որ բան անեմ։ Կարող եմ խոսել Ռուբենի հետ։ Ոչ։ Մարիամը ուժով բռնեց Սոնայի ձեռքը։ Նա ասաց, որ եթե ես որևէ բան պատմեմ, ինձ հիվանդանոց կտանի։ Կասի, որ խելագար եմ։ Եվ նա կհավատա իրեն։ Միշտ էլ հավատում է։ Սոնան աչքերի այրվածք զգաց։ Ուրեմն ես մի միջոց կգտնեմ, որ նա ինքնուրույն բացահայտի։ Պետք է լինի մի միջոց։ Սոնան ամբողջ գիշեր մտածում էր։ Պառկած իր պարզ բնակարանի փոքրիկ մահճակալին, նայելով կեղտոտված առաստաղին, փորձում էր լուծում գտնել։ Չէր կարող ուղղակիորեն դիմակայել Աննային։ Կինը խելացի էր, մանիպուլյատիվ, Ռուբենին ամբողջությամբ համոզել էր, որ ինքը կատարյալ կին է։ Եթե Սոնան մեղադրեր առանց ապացույցների, դա կլիներ պարզապես մի աշխատակցուհու խոսքը բազմազգ ընկերության մենեջերի խոսքի դիմաց։ Ով կհավատար նրան։ Բայց պետք էր ինչ-որ բան անել։ Տիկին Մարիամի կծկված կերպարը աթոռին, սարսափով լի աչքերով, դուրս չէր գալիս գլխից։ Դա նման էր սեփական մոր տառապանքը տեսնելուն։ Եվ Սոնան լավ գիտեր, թե ինչ է լուր տառապելը, դա անցել էր տարիներ առաջ մի ամուսնության մեջ, որը գրեթե կործանել էր նրան։
Կարողացել էր փախչել, բայց կրում էր սպիները։ Չէր կարող թույլ տալ, որ մեկ այլ կին սուզվի նույն ջրհորը։ Հաջորդ առավոտյան, երբ երեխաների համար նախաճաշ էր պատրաստում, նախքան աշխատանքի գնալը, գաղափարը ծագեց։ Պարզ, զգույշ, ռիսկային, բայց հնարավոր։ Մի գրություն։ Ինչ-որ բան, որը կասկած կառաջացներ Ռուբենի գլխում, առանց նրա իմանալու, թե որտեղից է գալիս։ Ինչ-որ բան, որը կստիպեր նրան ուշադրություն դարձնել, իսկապես նայել մորը։ Հասավ Դիլիջանի տունը, գրությունը արդեն գրված գրքի թերթիկի վրա, ծալված գրպանում։ Սպասեց ճիշտ պահին։ Աննան հեռացավ աշխատանքային հանդիպման, որը տելու էր ամբողջ կեսօրը։ Ռուբենը վերին հարկի գրասենյակում էր, ժամերով փակված, աշխատում էր աղյուսակների նախագծերի վրա։ Մարիամը սենյակում էր, ինչպես միշտ, անտեսանելի։ Սոնան դանդաղ բարձրացավ սանդուղքներով, սիրտը ուժեղ բաբախելով։ Կանգնեց գրասենյակի դռան դիմաց, խորը շունչ քաշեց։ Թեթ թակեց։ Կարող եք մտնել, ասաց Ռուբենը, աչքերը չբարձրացնելով համակարգչի էկրանից։ Կներեք, որ անհանգստացնում եմ, դոկտոր Ռուբեն։ Եկա պարզապես զգուշացնելու, որ միջանցքի լոգարանը մաքրելու եմ։ Եթե պետք է օգտագործեք, ավելի լավ է հիմա գնաք։ Լավ, Սոնա։ Շնորհակալություն։ Նա դուրս եկավ, իջավ սանդուղքներով։ Սպասեց 15 րոպե, մաքրելով հյուրասենյակը, ուշադիր լինելով տան ձայներին։ Երբ լսեց լոգարանի դուռը փակվելը վերին հարկում, կրկին բարձրացավ։ Գրասենյակը դատարկ էր։ Ռուբենը լոգարանում էր։ Հիմա կամ երբեք։ Մտավ գրասենյակ, ձեռքին մաքրող շորը, եթե ինչ-որ մեկը տեսներ նրան։ Շուրջը նայեց։ Սեղանը ծածկված էր թղթերով, թղթապանակներով, կիսած սուրճի բաժակով։ Պետք էր գրությունը թողնել մի տեղ, որտեղ նա կտեսներ, բայց ոչ անմիջապես։ Եթե անմիջապես տեսներ, կարող էր հարցնել նրան։ Պետք է լիներ մի բան, որը նա կգտներ հետո մենակ։ Տեսավ մի փակ թղթապանակ սեղանի անկյունում, ճարտարապետական ամսագրերի տակ։ Կատարյալ։ Գրությունը սահեցրեց թղթապանակի մեջ, հենց մեջտեղում, որտեղ անկասկած կգտնվեր, երբ նա այն բացեր։ Խոսքերը քիչ էին, բայց ուղիղ։ Եթե մի օր ինչ-որ բան պատահի, ուշադիր նայեք ձեր մոր ձեռքերին։ Լսեց լոգարանի ջրի ձայնը, արագ դուրս եկավ գրասենյակից, սանդուղքներով իջնելով դողացող ոտքերով։ Վերադարձավ հյուրասենյակ, շարունակեց մաքրել, կարծես ոչինչ չէր պատահել։ Երբ Ռուբենը մի քանի րոպե անց իջավ, ավելի շատ սուրճ վերցնելու, Սոնան բազմոցն էր մաքրում, դեմքը չեզոք, սիրտը կտրուկ բաբախելով։ Օրը նորմալ անցավ։ Աննան հանդիպումից վերադարձավ վատ տրամադրությամբ, քանի որ ինչ-որ բան աշխատանքում չէր ընթացել ըստ պլանի։ Զայրույթը թափեց Մարիամի վրա, ինչպես միշտ։ Բողոքեց ուտելիքից, որին զոքանչը հազիվ էր դիպչել, ասաց, որ տարեց կինը ավելի ու ավելի անպետք է դառնում, սպառնացել ավելի նվազեցնել չափաբաժինները։ Սոնան տեսավ տեսարանի մի մասը, ուզում էր բղավել, բայց իրեն զսպեց։ Նա իր մասն արել էր։ Հիմա մնում էր սպասել։ Ռուբենը այդ օրը թղթապանակը չբացեց։ Ոչ էլ հաջորդ օրը։ Սոնան վերադառնում էր աշխատանքի, փորձում էր թաքցնել անհանգստությունը։ Իսկ եթե նա երբեք չբացեր այդ թղթապանակը։ Իսկ եթե դեն նետեր, առանց գրությունը տեսնելու։ Իսկ եթե տեսներ, կարողություն չտար։ Այդ շաբաթվա 5-շաբթի օրը Աննան ստիպված էր մեկնել Երան, մարքեթինգի կոնվենցիայի, որը տելու էր 2 օր։ Բացակայելու էր մինչ շաբաթ երեկո։ Մարիամը հսկայական թեթություն զգաց, երբ տեսավ ճամպրուկը մեքենան դնելիս։ 2 օր խաղաղություն։ 2 օր առանց վախի։ 2 օր շնչելու համար։ Ռուբենը նույնպես ավելի թեթ էր թվում։ Ավելի քիչ էր աշխատում, ավելի շատ էր իջնում մոր հետ զրուցելու։ Միասին ճաշ պատրաստեցին, մի բան, որ ամիսներ շարունակ չէին արել։ Մարիամը բրինձ պատրաստեց լոբիով, այնպես, ինչպես որդին սիրում էր մանկուց, նա 2 անգամ կերավ, գովաբանելով ավելին խնդրելով։ Այդ պահերին նա գրեթե մոռացավ այն մղձավանջը, որն ապրում էր։ Գրեթե։ Մայրիկ, դուք ավելի նիհար եք։ Եվ նա ավելի հանգիստ։ Ամեն ինչ իսկապես կարգին է։ Մարիամը նայեց որդուն։ Այդ աչքերը, որոնք նա ճանաչում էր ծնված օրվանից։
Այդ դեմքը, որին օրորել էր մանուկ ժամանակ, որին մխիթարել էր մանուկ ժամանակ, որին տեսել էր մեծանալ տղամարդ դառնալ։ Ուզում էր ամեն ինչ պատմել։ Ուզում էր ընկնել նրա գրկում, լացել այն ամենը, ինչ խեղդված էր։ Բայց վախն ավելի մեծ էր։ Ես լավ եմ, որդիս։ Պարզապես հոգնածությունն է։ Ռուբենը համոզված չթվաց, բայց չպնդեց։ Ճաշից հետո վերադարձավ գրասենյակ, ավարտելու մի շտապ նախագիծ։ Պետք էր վերանայել մի քանի պայմանագրեր, որոնք գտնվում էին այն թղթապանակի մեջ, որը նա օրերով չէր բացել։ Վերցրեց թղթապանակը, դրեց սեղանին, բացեց։ Գրությունը ընկավ նրա ծնկներին։ Հոնքերը գնճռոտելով, վերցրեց թուղթը, կարդաց։ Հետո կրկին կարդաց։ Եվս մեկ անգամ։ Խոսքերը պարզ էին, բայց հսկայական ծանրություն էին կրում։ Եթե մի օր ինչ-որ բան պատահի, ուշադիր նայեք ձեր մոր ձեռքերին։ Ինչ պատմություն էր սա։ Ո՞վ էր դա թողել այնտեղ։ Ինչու։ Ռուբենը կրծքում անհանգստություն զգաց։ Կրկին նայեց գրությանը։ Ձեռագիրը սովորական մարդու էր, ոչ բարդ։ Կարող էր Սոնայի լինել։ Բայց ինչու։ Նա գրություն կթողներ, ուղղակիորեն խոսելու փոխարեն։ Նա վեր կացավ, քայլեց դեպի պատուհանը, թուղթը ձեռքին։ Նայեց ներքի այգուն, տեսավ մորը, նստած թթենու տակ գտնվող նստարանին, ինչպես միշտ։ Ձեռքերը ծածկված էին երկարատ բլուզով, թեկուզ օրը համեմատաբար տաք էր։ Մի հիշողություն ծագեց նրա մտքում։ Շաբաթներ առաջ նա տեսել էր մորը երկարատ հագուստով տաք օրը։ Այն ժամանակ տարօրինակ էր թվացել, բայց շուտով մոռացել էր։ Հետո կրկին տեսավ։ Եվ կրկին։ Իրականում նա չէր հիշում, թե երբ էր վերջին անգամ տեսել մոր բաց ձեռքերը։ Անհանգստությունը վերածվեց անհանգստության։ Նա դանդաղ իջավ սանդուղքներով, դեռ բռնելով գրությունը։ Դուրս եկավ այգի, նստեց մոր կողքին։ Նա ժպտաց նրան, այն հոգնած ժպիտով, որը վերջերս միայն կարողանում էր առաջարկել։ Մայրիկ, այսօր տաք է։ Ինչու։ Էգ հագել այս երկարատ բլուզը։ Ցուրտ եմ զգում։ Տաք չէ, մայրիկ։ Նայեք արին։ Մարիամը թքերը իջեցրեց, ավելի լավ ծածկելով դաստակները։ Շարժումը չանցավ Ռուբենի ուշադրությունից։ Մայրիկ, թողեք տեսնեմ ձեր ձեռքերը։ Ինչու։ Տեսնելու բան չկա։ Մայրիկ, խնդրում եմ։ Ռուբենը ձեռքը մեկնեց, նրբորեն բռնեց մոր դաստակը։ Նա փորձեց քաշել, բայց Ռուբենը պնդեց։ Դանդաղ բարձրացրեց բլուզի թքը։ Այն, ինչ տեսավ, արյունը սառեցրեց նրա երակներում։ Հետքեր։ Մի քանիսը։ Որոշները դեղնած, հին։ Մյուսները մանուշակագույն, ավելի նոր։ Որոշները փոքր, կլոր, կարծես սեղմող մատներից։ Մյուսները երկարավուն, կարծես քերծվածքներից կամ ծակոցներից։ Բարձրացրեց մյուս թքը։ Ավելի շատ հետքեր։ Աչքերը բարձրացրեց մոր դեմքին, տեսավ արցունքները լուր հոսելիս։ Մայրիկ, ինչ է սա։ Ինչպես ստացաք այս հետքերը։ Ես շատ եմ ընկնում։ Անհարմար եմ։ Մայրիկ, մի ստեք ինձ։ Ո՞վ արեց դա։ Մարիամը գլխով արեց, անկարող խոսելու։ Ռուբենը զգաց, թե ինչպես է բարկությունը մեծանում, բայց նա մեղքը։ Ինչպես նախկինում չէր տեսել։ Ինչպես էր այդքան կույր։ Աննան էր։ Մոր լռությունը բավարար պատասխան էր։ Ռուբենը զգաց, թե ինչպես է աշխարհը փլուզվում։ Կինը, ում վստահում էր։ Կինը, ում հետ կիսում էր կյանքը։ Մարդը, ով երդվել էր սիրել իր մորը, կարծես իր սեփականը լիներ։ Ամեն ինչ սուտ էր։ Ինչու։ Ինձ նախկինում չպատմեցիք։ Մարիամը վերջապես գտավ ձայնը, թույլ կոտրված։ Նա ասաց, որ ինձ հիվանդանոց կտանի։ Որ կասի, թե խելագար եմ։ Որ դուք կհավատաք իրեն, ոչ ինձ։ Ռուբենը գրկեց մորը, զգաց, թե ինչպես է նա դողում իր գրկում։ Նա էլ լացեց, նրա ցավի, իր սեփական կուրության, կորցրած ժամանակի համար։ Երբ բաժանվեցին, սրբեց արցունքները դեմքից, վճռականությամբ նայեց մորը։ Ես կլուծեմ սա։ Խոստանում եմ։ Այլս ոչ ոք չի վնասի ձեզ։ Այդ գիշեր Ռուբենը չքնեց։ Մնաց գրասենյակում, պլանավորելով։
Չէր կարող պարզապես դիմակայել Աննային ընդունել նրա խոսքը։ Պետք էին ապացույցներ։ Պետք էր նրան բռնել հանցանքի վայրում։ Գրությունը ճիշտ էր։ Եթե մի օր ինչ-որ բան պատահի։ Իսկ եթե նա ստիպեր, որ ինչ-որ բան պատահելու է թվա։ Եթե ստեղծեր մի իրավիճակ, որտեղ Աննան իրեն կբացահայտեր։ Գաղափարը ռիսկային էր։ Բայց դա մորը պաշտպանելու ապահովելու միակ միջոցն էր, որ այդ կինն այլս ոչ ոքի չվնասի։ Ռուբենը ամբողջ ուրբաթը ձացնում էր նորմալություն, բայց ներսից եռում էր զայրույթից, պլանավորումից։ Ցերեկը զանգեց Աննային, հարցրեց, թե ինչպես է կոնվենցիան, ասաց, որ կարոտել է։ Նա պատասխանեց իր միշտ քաղցր ձայնով, բողոքեց մի քանի ձանձրալի դասախոսություններից, ասաց, որ հազիվ է սպասում տուն վերադառնալուն։ Նա զսպեց զզվանքը, որը զգաց։ Երկար զրուցեց մոր հետ այդ կեսօրին։ Մարիամը ամեն ինչ պատմեց։ Ամեն նվաստացում, ամեն սպառնալիք, ամեն սարսափի պահ։ Շատ լացեց։ Ռուբենը լուր լսում էր, բռնելով նրա ձեռքը, զգալով, թե ինչպես է մեղքը պատռում ներսից։ Ինչպես էր թույլ տվել, որ դա պատահի։ Ինչպես ոչինչ չէր նկատել։ Մայրիկ, ես հիմար էի։ Այնքան զբաղված էի աշխատանքով, այնքան վստահ Աննայի վրա, որ չտեսա այն, ինչ հենց իմ առջ էր։ Կներես ինձ։ Դուք չգիտեիք, որդիս։ Նա շատ լավ է ձացնում։ Դա արդարացում չէ։ Ես պետք է ուշադրություն դարձնեի։ Պետք է նկատեի, որ դուք տարբեր էիք, ավելի նիհար, ավելի վախեցած։ Բայց ես կուղեմ սա։ Խոստանում եմ։ Այդ գիշեր Ռուբենը զանգեց Սոնային։ Նա զարմացած պատասխանեց, հազվադեպ էր, որ տերը զանգեր աշխատանքային ժամերից դուրս։ Սոնա, ես էի, որ գտա ձեր գրությունը։ Շնորհակալություն։ Եթե չլիներ դա, գուցե երբեք չիմանայի։ Հեռախոսի մյուս կողմում Սոնան հսկայական ծանրություն զգաց ուսերից։ Ուրեմն նա հասկացել էր։ Հավատացել էր։ Ես չգիտեի, ինչպես պատմել, դոկտոր Ռուբեն։ Վախենում էի, որ չէիք հավատա ինձ։ Ես հավատում եմ։ Եվ ավելին, ինձ ձեր օգնությունն է պետք։ Պետք է, որ Աննան իրեն բացահայտի, որ ցույց տա, թե ով է ինքն իրականում։ Եվ ես պլան ունեմ։ Մանրամասն բացատրեց, թե ինչ էր մտադիր անել։ Սոնան ամեն ինչ լսեց համաձայնեց, թեկուզ իմանալով ռիսկերի մասին։ Եթե ձախողվեր, աշխատանքը կկորցներ։ Բայց եթե հաջողվեր, տիկին Մարիամին ընդմիշտ կփրկեր։ Շաբաթ առավոտյան Ռուբենը գործեց, կարծես ոչինչ չէր փոխվել։ Պատրաստեց սուրճը, առօրյա բաների մասին զրուցեց մոր հետ, մի քանի ժամ աշխատեց գրասենյակում։ Կեսօրին զանգեց Աննային։ Սերս, կարծում եմ, վաղը առավոտյան շատ շուտ պետք է մեկնեմ Գյումրի։ Մի լուրջ խնդիր է առաջացել շինարարական աշխատանքներից մեկում։ Ամբողջ կիրակին այնտեղ պետք է անցկացնեմ լուծելով։ Ահ, ինչ վատ է։ Կարոտել էի քեզ։ Ես էլ։ Բայց շտապ է։ Այստեղից կմեկնեմ առավոտյան ժամը 5-ին։ Դու այսօր երեկոյան կհասնես, չէ՞։ Կհասնեմ, այո։ Մոտավորապես 10-ին։ Զանգն ավարտվեց։ Ռուբենը նայեց մորը, ով նստած էր հյուրասենյակում, գլխով արեց։ Պլանը ընթացքի մեջ էր։ Աննան այդ գիշեր հոգնած էր ուղղորությունից։ Ռուբենը նրան դիմավորեց համբույրներով գրկախառնություններով, հարցրեց կոնվենցիայի մասին, օգնեց ճամպրուկը բեռնաթափել։ Նա բարձրացավ լոգանք։ Ընդունելու, մինչ Ռուբենը թեյ էր պատրաստում։ Երբ իջավ, ամուսնուն գտավ հյուրասենյակում հեռուստացույց դիտելիս։ Ձեր մայրը արդեն քնած է։ Արդեն։ Շուտ բարձրացավ։ Ասաց, որ հոգնած է։ Աննան նստեց նրա կողքին, գլուխը դրեց նրա ուսին։ Ռուբենը հսկայական ջանք պետք է գործադրեր, չհեռանալու համար։ Մեկ ժամ մնացին այնտեղ, դիտելով մի ֆիլմ, որին նա ընդհանրապես ուշադրություն չէր դարձնում։ Մտածում էր միայն հաջորդ օրվա մասին։ Հանցանքի վայրում բռնելու մասին։ Արդարության մասին, որը վերջապես կիրականանար։ Կիրակին անպամած առավոտ էր։ Ռուբենը վեր կացավ առավոտյան ժամը 5-ին, ինչպես ասել էր, որ կանի։ Հագնվեց, վերցրեց պայուսակը, իջավ սանդուղքներով, դիտմամբ աղմուկ հանելով, որպեսզի Աննան արթնանա, հաստատի, որ նա իսկապես հեռանում է։ Նա հայտնվեց սենյակի դռան մոտ, խալաթով, քնկոտ։
Արդեն գնում եք։ Պետք է։ Որքան շուտ լուծվի, այնքան լավ։ Երեկոյան կվերադառնամ։ Արագ համբուրեց նրան դուրս եկավ։ Մեքենան իջավ փողոցով, շրջվեց անկյունում կայանեց 3 թաղամաս այն կողմ, թաքնված ֆուրգոնի հետում։ Ռուբենը անջատեց շարժիչը սպասեց։ Սոնան շուտով կհասներ, սկսելու իր մասը պլանում։ Տան ներսում Աննան վերադարձավ անկողին քնեց 2 ժամ։ Երբ վերջնականապես արթնացավ, իջավ սուրճ խմելու նկատեց, որ մենակ է զոքանչի հետ։ Դաժան ժպիտ հայտնվեց նրա դեմքին։ Վերջապես կարող էր թափել ձանձրալի կոնվենցիայից հոգնեցուցիչ ճանապարհորդությունից կուտակված զայրույթը։ Բարձրացավ սանդուղքներով թակեց Մարիամի սենյակի դուռը։ Տարեց կինը բացեց, դեմքը գունատ։ Բարի առավոտ, տիկին Մարիամ։ Լավ քնեցիք։ Քնեցի։ Ինչ լավ է։ Որովհետ այսօր երկար օր է լինելու։ Մի քանի բան ունեմ ձեզ համար։ Սկսած շաբաթվա բոլոր կուտակված ամանեղենը լվանալուց։ Եվ ուզում եմ, որ ամեն ինչ փայլի։ Մարիամը իջավ նրա հետից, սիրտը սեղմված։ Գիտեր, որ Ռուբենն իրականում չէր ճանապարհորդում, որ նա թաքնված էր ինչ-որ տեղ, սպասելով ճիշտ պահին։ Բայց մինույն է, վախն իրական էր։ Աննան ավելի ագրեսիվ էր, քան սովորաբար։ Ամբողջ առավոտը անցկացրեց ամանեղեն լվանալով, պահարաններ մաքրելով, հնազանդվելով Աննայի կողմից հորինված ավելի ու ավելի անհեթեթ հրամաններին։ Նորից մաքրեք։ Դեռ կեղտոտ է։ Դուք անկարող եք։ Իմ տատիկը 90 տարեկանում ավելի լավ էր անում, քան դուք։ Կեսօրին մոտ դռան զանգը հնչեց։ Դա Սոնան էր, ով սովորաբար կիրակի օրերին չէր աշխատում, բայց ասել էր, որ պետք է վերցներ մի բաճկոն, որը մոռացել էր չորեքշաբթի։ Աննան հոնքերը կնճռոտեց, կասկածելով, բայց թույլ տվեց նրան ներս մտնել։ Սոնան ներս մտավ ուղիղ գնաց ծառայողական տարածքի պահարանին, որտեղ իսկապես մի բաճկոն էր թողել օրեր առաջ։ Վերցրեց այն, բայց ավելի երկար մնաց, քան պետք էր, շրջելով տանը, դիտելով։ Աննան հետեց նրան, զայրացած։ Սոնա, կարող եք հիմա գնալ։ Պետք չէ տանը շրջել։ Կներեք, տիկին Աննա։ Արդեն գնում եմ։ Սոնան դուրս եկավ, բայց արջի դուռը պարզապես փակ թողեց, ոչ թե կողպված։ Պլանի մի մասը։ Ռուբենը սպասում էր նրա ազդանշանին։ Երբ Սոնան անցավ թաքնված մեքենայի կողքով, նա զգույշ ազդանշան տվեց։ Արված էր։ Տան ներսում Աննան բարձրացավ սենյակ, հագնվելու։ Մտադիր էր կեսօրին դուրս գալ ընկերուհիների հետ հանդիպելու։ Մարիամը օգտվեց հնարավորությունից մի փոքր նստելու հյուրասենյակում, ոտքերը ցավելով այնքան կանգնած մնալուց։ Հենց այդ ժամանակ նա լսեց Աննայի իջնելը սանդուղքներով ծանր քայլերով։ Ինչ եք անում այնտեղ նստած։ Ես ասացի, որ սենյակը դեռ մաքրեք։ Ես հոգնած եմ, Աննա։ Միայն մի րոպե նստեցի։ Ինձ չի հետաքրքրում, թե հոգնած եք։ Հիմա վեր կացեք։ Մարիամը դանդաղ վեր կացավ։ Աննան մոտեցավ, դեմքը զայրույթից աղավաղված։ Ուժով բռնեց զոքանչի ձեռքը, եղունգները մտցնելով մաշկի մեջ։ Գիտեք, թե ինչն է ինձ ամենաշատը նյարդայնացնում ձեր մեջ։ Այդ խեղճ դեմքը։ Այդ զոհի կեցվածքը։ Դուք ոչ մի բանի զոհ չեք։ Դուք այստեղ եք, որովհետև ես թույլ եմ տալիս։ Որովհետև ես թույլ եմ տալիս։ Եթե իմ կամքը լիներ, ձեզ վաղուց փողոց կնետեի։ Մարիամը փորձեց ազատվել, բայց Աննան ավելի ամուր սեղմեց։ Վերցրեց իր սեփական բարձրակրուն կոշիկներից մեկը, որը մոտ էր սանդուղքին, բարձրացրեց այն սպառնալից։ Ուզում եք տեսնել, թե ինչպես է աշխատում։ Ուզում եք տեսնել, թե որքան հեշտ է ձեզ լռեցնելը։ Մարիամը հետ քաշվեց, աչքերը սարսափից լայն բացված։ Խնդրում եմ, ոչ։ Խնդրում եմ։ Հենց այդ պահին Ռուբենը մտավ արջի դռնից։ Նա սպասել էր ճիշտ ժամանակին։ Լսել էր ձայների բարձրանալը։ Լուռ բարձրացել էր պատշգամբի աստիճաններով, հիմա կանգնած էր հյուրասենյակի մուտքի մոտ, ամեն ինչի վկա։ Ինչ է կատարվում այստեղ։ Աննան սառեց։ Դանդաղ շրջվեց, տեսավ ամուսնուն, կանգնած այնտեղ, դեմքը ցնցումից զայրույթից սպիտակ։ Անմիջապես գցեց սանդալը, բաց թողեց Մարիամի ձեռքը, փորձելով վերականգնել իր արտահայտությունը։ Ռուբեն, դու վերադարձար։
Ես կարծում էի, որ մինչ երեկո կմնաս։ Կարծեցի, ավելի լավ է շուտ վերադառնամ։ Եվ լավ է, որ վերադարձա։ Նա մեկ քայլ առաջ արեց, բռունցքները սեղմած։ Ինչ էիր անում իմ մոր հետ։ Ես ոչինչ չէի անում։ Նա է դրամատիկ։ Միշտ բաներ է հորինում։ Ռուբենը մոտեցավ մորը բարձրացրեց նրա բլուզի թքը, ցույց տալով թարմ հետքերը, որոնք Աննան նոր էր արել, եղունգները մտած կարմիր կիսալուսիններ թողնելով մաշկի վրա։ Հետո վերցրեց բարձրակրունկ սանդալը, որը հատակին էր։ Իսկ սա… Ինչ էիր անելու այս սանդալով։ Աննան փորձեց հանգստություն պահպանել, բայց դիմակը սկսում էր ճաքել։ Ռուբեն, դու ամեն ինչ սխալ ես հասկանում։ Քո մայրն է բարդ։ Ես պարզապես փորձում էի օգնել, փորձում էի նրան խնամել։ Խնամել։ Սա հոգատարության հետքեր են։ Ռուբենը մատնացույց արեց մոր ձեռքերը։ Նա մոտեցավ կնոջը, ձայնը ցածր վերահսկվող, բայց լի հուզմունքով։ Դու ստեցիր ինձ։ Մանիպուլյացիայի ենթարկեցիր։ Վատ վերաբերվեցիր մորս ստիպեցիր ինձ հավատալ, որ նա շփոթվում է։ Դու հիվանդ ես, Աննա։ Աննան վերջապես կորցրեց ինքնատիրապետումը։ Հիվանդ։ Ես հիվանդ եմ։ Իսկ դու, ով այս ծեր կնոջը թողեց այստեղ գնաց իր կյանքով հանգիստ ապրելու։ Դու, ով հազիվ էր նայում նրան։ Ես էի, որ պետք է դիմանայի նրան ամբողջ օրը, հիմար հարցեր տալով, տեղ զբաղեցնելով, իմ կյանքը խանգարելով։ Ոչ ոք քեզ չէր ստիպում նրան վատ վերաբերվել։ Նա արժանի էր, բղավեց Աննան, դեմքը կարմրած։ Արժանի էր ամեն քաշելուն, ամեն սեղմելուն, ամեն խոսքին։ Անպետք ծեր կին, ով միայն խնդիրներ է առաջացնում։ Հետաց լռությունը ծանր էր։ Ռուբենը նայեց այդ կնոջը հասկացավ, որ երբեք նրան իրականում չէր ճանաչել։ Ամուսնացել էր դիմակի, պատրանքի հետ։ Հանեց բջջային հեռախոսը գրպանից։ Ռուբենը համարը հավաքեց ամուր ձեռքերով, չնայած իր ներսում զգացվող փոթորիկին։ Աննան լայն բացեց աչքերը, երբ հասկացավ, թե ինչ էր անում։ Ինչ ես անում։ Իշխանություններին եմ կանչում։ Դու հարձակվել ես մորս վրա։ Սա այսպես չի մնա։ Աննան փորձեց հեռախոսը պոկել նրա ձեռքից, բայց Ռուբենը խուսափեց։ Զանգը պատասխանվեց, նա հանգիստ բացատրեց իրավիճակը, տալով հասցեն, խնդրելով շտապ գալ։ Երբ անջատեց, Աննան գունատ էր։ Դու չես կարող դա անել ինձ հետ։ Ես քո կինն եմ։ Դու ինձ համար ոչինչ չես։ Երբեք չես եղել։ Ամեն ինչ սուտ էր։ Մարիամը նստած էր բազմոցին, դողալով իրեն գրկած։ Ռուբենը նստեց նրա կողքին, բռնեց նրա ձեռքը։ Ամեն ինչ կարգին է։ Հիմա, մայրիկ։ Վերջացավ։ Այլս ոչ ոք չի վնասի ձեզ։ Աննան սկսեց քայլել հյուրասենյակում, հուսահատված։ Ռուբեն, լավ մտածիր, թե ինչ ես անում։ Սա կկործանի քո հեղինակությունը։ Մարդիկ կխոսեն։ Քո հաճախորդները կիմանան։ Դա կվնասի քո բիզնեսին։ Ինձ չի հետաքրքրում։ Նախընտրում եմ ամեն ինչ կորցնել, քան քեզ անպատիժ թողնել։ Ոստիկաններին սպասելը հավերժություն թվաց։ Աննան ամեն ինչ փորձեց։ Լացեց, ներողություն խնդրեց, երդվեց, որ այլս երբեք դա չի անի։ Հետո փոխեց ռազմավարությունը, նորից հարձակվեց, ասելով, որ Մարիամն է սադրել, որ նա դժվար է հաղթահարվում, որ ոչ ոք չի հասկանա տարեց կնոջը խնամելու սթրեսը։ Ռուբենը ոչինչ չպատասխանեց։ Պարզապես մնաց մոր կողքին, պաշտպանելով նրան։ Երբ ոստիկանական մեքենան կանգնեց տան դիմաց, հարանները սկսեցին հայտնվել պատուհաններից։ Դիլիջանը փոքր քաղաք էր, որտեղ բոլորն իրար ճանաչում էին։ Նորությունը արագ կտարածվեր։ Բայց Ռուբենին չէր հետաքրքրում։ Նա միայն արդարություն էր ուզում։ Երկու ոստիկան ներս մտան։ Ռուբենը ամեն ինչ բացատրեց, ցույց տվեց մոր ձեռքերի հետքերը, պատմեց չարաշահումների ամիսների մասին, ստացած գրության մասին, հանցանքի վայրում բռնելու մասին։ Աննան փորձեց հերքել, ասաց, որ ամեն ինչ թյուրիմացություն է, որ Մարիամը շատ է ընկնում, որ անհարմար է։ Բայց պատմությունը չէր համոզում։ Հետքերը չափազանց թարմ էին, չափազանց ակնհայտ։ Դուք պետք է մեզ հետ գաք ոստիկանություն, ասաց ոստիկաններից մեկը Աննային։
Նա բղավեց, ոտքերով հարվածեց, մեղադրեց Ռուբենին չափազանցնելու, մոր կողմից մանիպուլյացիայի ենթարկվելու մեջ։ Բայց մի նույն է տարվեց։ Մինչ նրան դնում էին ոստիկանական մեքենան, նա շարունակում էր բղավել, մատը մատնացույց անելով Մարիամին, ասելով, որ ամեն ինչի մեղավորը նա է։ Երբ մեքենան հեռացավ, Ռուբենը վերջապես թույլ տվեց արցունքներին թափվել։ Գրկեց մորը լացեց։ Նրա համար, իր համար, կորցրած ժամանակի, կոտրված վստահության համար։ Սոնան դռան մոտ հայտնվեց քիչ անց, անհանգստացած։ Տեսել էր շարժումը վազելով վերադարձել։ Մայր ու որդուն գտավ հյուրասենյակում գրկախառնված հուզմունքից կրծքի սեղմվածություն զգաց։ Ամեն ինչ կարգին է, տիկին Մարիամ։ Մարիամը նայեց Սոնային ամիսներ անց առաջին անգամ կարողացավ իսկապես ժպտալ։ Հիմա այո, աղջիկս։ Ձեր շնորհիվ։ Ես պարզապես արեցի այն, ինչ ճիշտ էր։ Եվ ես երբեք չեմ մոռանա դա, ասաց Ռուբենը, սրբելով արցունքները։ Եթե չլիներ ձեզ, գուցե երբեք չիմանայի։ Շնորհակալություն։ Սրտանց։ Հաջորդ օրերին տունը համակվեց այլ լռությամբ։ Այլս վախի լռություն չէր, այլ վերականգնման լռություն։ Ռուբենը չեղարկեց բոլոր պարտավորությունները, մնաց տանը, խնամելով մորը։ Նրան տարավ բժշկի, ով զննեց հետքերը, մանրամասն եզրակացություններ տրամադրեց։ Նրան տարավ նա տրավմաների գծով մասնագիտացված հոգեբանի մոտ։ Սկզբում Մարիամը դիմադրեց։ Թերապիա։ Դա խելագարների համար է։ Ես խելագար չեմ։ Ոչ ոք չի ասել, որ դուք եք, մայրիկ։ Բայց շատ բան եք անցել։ Օգնության կարիք ունեք, ամեն ինչ մարսելու համար։ Դժկամությամբ Մարիամը համաձայնեց։ Առաջին նիստը դժվար էր։ Նստեց դոկտոր Հեղինեի գրասենյակի հարմարավետ աթոռին, չգիտեր, թե որտեղից սկսի։ Բայց հոգեբանը համբերատար էր, բարի, աստիճանաբար խոսքերը սկսեցին դուրս գալ։ Դա նման էր ջրի դարպաս բացելուն։ Մարիամը խոսեց տառապանքի ամիսների մասին, մշտական վախի մասին, լուր տառապելու մենակության մասին։ Շատ լացեց։ Եվ արցունքների մեջ ինչ-որ կարևոր բան հասկացավ։ Խոսելը ցավեցնում էր, բայց նա բուժում էր։ Դա նման էր շատ երկար ժամանակ խրված փշեր հանելուն։ Դուք լավ որդի եք, ասաց դոկտոր Հեղինեն մի նիստի ժամանակ, որին Ռուբենը ուղեկցում էր մորը։ Շատ որդիներ չէին հավատա։ Կընտրեին կնոջը։ Դուք ընտրեցիք ճշմարտությունը, արդարությունը։ Ռուբենը գլխով արեց։ Ես լավ որդի չեմ։ Ես թույլ տվեցի, որ դա պատահի։ Ուշադրություն չդարձրի։ Դուք մանիպուլյացիայի ենթարկվեցիք, Ռուբեն։ Եվ երբ հայտնաբերեցիք, գործեցիք։ Դա է կարևորը։ Մինչ Մարիամը սկսում էր իր բուժման ճանապարհը, Աննայի դեմ իրավական գործընթացը առաջ էր ընթանում։ Նրան մեղադրեցին վատ վերաբերմունքի մարմնական վնասվածքի համար։ Նա փորձեց թանկարժեք փաստաբաններ վարձել, օգտագործել իր կապերը, բայց ապացույցները չափազանց ուժեղ էին։ Բժշկական եզրակացությունները, Սոնայի ցուցմունքը, Ռուբենի կողմից կատարված բռնությունը։ Ամեն ինչ մատնանշում էր նրա մեղքը։ Դատավարությունը տեղի ունեցավ 3 ամիս անց։ Մարիամը ստիպված էր ցուցմունք տալ, դա ամենադժվար բանն էր, որ երբե արել էր։ Նստել այդ աթոռին, այն բոլոր մարդկանց հայացքների ներքո, պատմել իր սեփական նվաստացման մանրամասները։ Բայց Ռուբենն այնտեղ էր, առաջին շարքում, աջակցելով։ Եվ դոկտոր Հեղինեն նրան պատրաստել էր այդ պահի համար։ Երբ Աննայի խոսելու հերթը եկավ, նա փորձեց իրեն զոհ ներկայացնել։ Ասաց, որ սթրեսի տակ էր աշխատանքի պատճառով, որ Մարիամը դժվար էր, որ ամեն ինչ դուրս էր եկել վերահսկողությունից։ Բայց դատավորը չտպավորվեց։ Դուք ընտրություն ունեիք, ասաց նա, խստորեն նայելով նրան։ Կարող էիք օգնություն խնդրել։ Կարող էիք խոսել ձեր ամուսնու հետ։ Կարող էիք դուրս գալ իրավիճակից։ Բայց դուք ընտրեցիք բռնությունը։ Ընտրեցիք չարաշահումը։ Եվ հիմա պետք է պատասխան տաք դրա համար։ Դատավճիռը պարզ էր։ Աննան դատապարտվեց 2 տարվա ազատազրկման, կիսաբաց ռեժիմով, քանի որ նա առաջին անգամ էր հանցագործություն կատարում։ Նա պետք է փոխհատուցում վճարեր Մարիամին, պարտադիր հոգեբանական խորհրդատվություն անցներ։ Երբ մուրճը հարվածեց, նա բղավեց, որ դա անարդարություն է, որ իրեն հետապնդում են, որ ամեն ինչ սուտ է։ Ռուբենը թեթություն չզգաց։ Հաղթանակ չզգաց։
Զգաց միայն խորը հոգնածություն։ Նայեց մորը իր կողքին, ով ամուր բռնել էր իր ձեռքը, հասկացավ, որ արդարությունն ու խաղաղությունը տարբեր բաներ են։ Արդարությունն իրականացել էր, բայց խաղաղությունը դեռ պետք է նվաճվեր։ Դատարանի դրսում Դիլիջանի ցուրտ քամին հարվածեց նրանց դեմքերին։ Մարիամը խորը շունչ քաշեց, կարծես առաջին անգամ էր շնչում շատ երկար ժամանակ։ Ռուբենը ձեռքը դրեց նրա ուսերին, նրանք միասին քայլեցին դեպի մեքենան։ Վերջացավ, մայրիկ։ Իսկապես վերջացավ։ Մարիամը գլխով արեց, բայց գիտեր, որ մի բանի ավարտը պարզապես մեկ այլ բանի սկիզբն էր։ Մղձավանջի ավարտը վերակառուցման սկիզբն էր։ Եվ դա ժամանակ կպահանջեր։ Դատավարությունից հետո հաջորդող ամիսներին Ռուբենը ամբողջությամբ նվիրվեց մոր ապաքինմանը։ Վերանորոգեց տունը, հեռացնելով այն ամենը, ինչ կարող էր հիշեցնել Աննային։ Պատերը ներկեց ավելի բաց ուրախ գույներով։ Գնեց նոր կահույք։ Բերեց բույսեր, այգին կյանքով լցնելու համար։ Եվ ամենակարևորը, ներկա էր։ Իսկապես ներկա։ Դադարեց ուշ աշխատել։ Սկսեց ամեն օր ճաշել ընթրել մոր հետ։ Խոսում էին ամեն ինչի մասին։ Անցյալի մասին, դժվար ժամանակների մասին, երբ նա երեխա էր, մայրը անդադար աշխատում էր։ Այն երազանքների մասին, որոնք նա ուներ երբեք չիրականացրեց։ Ապագայի պլանների մասին։ Մարիամը, դոկտոր Հեղինեի խրախուսմամբ, սկսեց մասնակցել ընտանեկան բռնության զոհերի աջակցության խմբին։ Սկզբում պարզապես լսում էր։ Նստում էր աթոռների այդ շրջանում լսում այլ կանանց, ովքեր պատմում էին իրենց նման պատմություններ։ Հասկանում էր, որ մենակ չէ։ Որ ինքը միակը չէր, ով լուր տառապել էր։ Մի քանի շաբաթ անց համարձակություն գտավ խոսելու։ Սկզբում դժվար էր բառեր գտնելը, բայց երբ սկսեց, չկարողացավ կանգ առնել։ Ամեն ինչ պատմեց։ Եվ վերջում, երբ այլ կանայք գրկեցին նրան շնորհակալություն հայտնեցին կիսվելու համար, նա զգաց մի բան, որ վաղուց չէր զգացել։ Ուժ։ Իմ պատմությունը չավարտվեց այդ տանը, ասաց նա հանդիպումներից մեկի ժամանակ, ձայնը ամուր առաջին անգամ տարիներ շարունակ։ Կարծում էի, որ կավարտվի։ Կարծում էի, որ լռությունը կփրկի ինձ։ Բայց լռությունը գրեթե կործանեց ինձ։ Խոսելը փրկեց իմ կյանքը։ Եվ եթե այն փրկում է իմը, կարող է փրկել նա ձերը։ Դատավարությունից 6 ամիս անց Դիլիջանի տունը կրկին կյանք էր շնչում։ Այգին ծաղկած էր, ինչպես երբեք։ Մարիամը առավոտները անցկացնում էր բույսերին խնամելով, նրանց հետ խոսելով, կարծես հին ընկերներ լինեին։ Կապույտ հորտենզիաները, որոնց նա այնքան էր հիացել առաջին օրը, այժմ ընկերակցում էին վարդերի, հասմիկների, նույնիսկ մի փոքր բանջարանոցի հետ, որտեղ աճեցնում էր հազար լոլիկ համեմունքներ։ Ռուբենը դիտում էր մոր փոխակերպումը, հպարտության երախտագիտության խառնուրդով։ Նա մի քանի կիլոգրամ գիրացել էր, դեմքն այլս խորը չէր, աչքերը վերականգնել էին իրենց փայլը։ Բայց ֆիզիկական փոփոխությունից ավելին, ներքին փոփոխությունն էր, որ տպավորում էր նրան։ Մայրը, ով նախկինում ցածր էր խոսում, վախով էր ապրում, այժմ ամեն ինչի մասին կարծիք էր հայտնում, բարձր էր ծիծաղում, պլաններ էր կազմում։ Որդիս, մտածում էի, ասաց նա մի շաբաթ առավոտ, երբ պատշգամբում սուրճ էին խմում։ Ուզում եմ նորից իսկապես պատրաստել։ Տատիկի բաղադրատոմսերը, հիշում ես։ Եգիպտացորենի ալյուրով տորթը, հավը բամիայով, թթու դեղձի մուրաբան։ Ռուբենը ժպտաց։ Իհարկե հիշում եմ։ Ժամեր էի անցկացնում, դիտելով, թե ինչպես եք պատրաստում, երբ երեխա էի։ Ուրեմն արի դա անենք։ Ամեն կիրակի հատուկ ճաշ կունենանք։ Կարող եմ նա աջակցության խմբի աղջիկներին հրավիրել։ Ինչ ես կարծում։ Կարծում եմ, կատարյալ է, մայրիկ։ Այս տանը ավելի շատ մարդիկ, ավելի շատ ծիծաղներ են պետք։ Եվ այդպես սկսվեցին կիրակնօրյա ճաշերը։ Մարիամը պատրաստում էր Սոնայի հետ, ով ավելին էր դարձել, քան աշխատակցուհի, դարձել էր իսկական ընկերուհի։ Միասին խնջույքներ էին պատրաստում, խոսելով կյանքի, երեխաների, երազանքների մասին։ Ռադիոն, որը նախկինում արգելված էր, այժմ ամբողջ օրը գյուղական երաժշտություն էր նվագում։ Տունը լցվում էր կանացի ձայներով, ընդհանուր պատմություններով, արցունքներով, ծիծաղներով։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ Մարիամը ծանոթացավ Թերեզի հետ, 72 տարեկան մի կնոջ, ով նման իրավիճակ էր անցել որդու հետ։ Երկուսն էլ անմիջապես նույնացան դարձան առավոտյան զբոսանքների ընկերակիցներ։
Նրանք շրջում էին Դիլիջանի ծառապատ փողոցներով, խոսելով ամեն ինչի մասին, առօրյայից մինչ խորը, վերագտնում էին ընկեր ունենալու ուրախությունը։ Թերապիան շարունակվում էր։ Մարիամը ոչ մի նիստ բաց չէր թողնում։ Դոկտոր Հեղինեն դարձել էր կարևոր անձնավորություն նրա կյանքում, մեկը, ում հետ կարող էր խոսել, առանց դատվելու վախի։ Նիստերի ընթացքում նրանք աշխատում էին ոչ միայն չարաշահման տրավմայի, այլ ավելի հին հարցերի վրա։ Ամուսնու վաղաժամ կորուստը, որդուն մենակ մեծացնելու պայքարը, մշտական զոհաբերությունը, իր համար ժամանակի բացակայությունը։ Դուք ամբողջ կյանքն անցկացրել եք ուրիշներին խնամելով, ասաց թերապևտը մի նիստի ժամանակ։ Հիմա ժամանակն է հոգ տանելու ձեր մասին։ Բացահայտելու, թե ով է Մարիամը, բացի մայր լինելուց, բացի զոհ լինելուց, բացի փրկված լինելուց։ Եվ Մարիամը բացահայտում էր։ Գրանցվեց թաղամասի եկեղեցու ձեռագործության դասընթացին հայտնաբերեց, որ կորշե գորգեր պատրաստելու հմտություն ուներ։ Սկսեց հաճախել կիրակնօրյա պատարագներին, այնտեղ ավելի շատ ընկերներ ձեռք բերեց։ Նորից սկսեց կարդալ մի բան, որ տարիներ շարունակ չէր արել, կլանում էր վեպեր ու կենսագրություններ, որոնք Ռուբենը գնում էր նրա համար։ Որդին նույնպես թերապիայի էր։ Աշխատում էր հոգեբանի հետ մեղքի զգացումների, նորից վստահելու դժվարության, մոր նկատմամբ ձախողվելու վախի վրա։ Սովորեց, որ սիրելը ոչ միայն նյութապես ապահովելն է, այլ էմոցիոնալ առումով ներկա լինելը։ Որ հոգ տանելը նշանները նկատելն է, ճիշտ հարցեր տալը, ճշմարտության համար անվտանգ տարածք ստեղծելը։ Մի հատկապես դժվար նիստի ժամանակ նա լացեց, խոստովանելով, որ իր մի մասը դեռ իրեն էր մեղադրում նշանները նախկինում չտեսնելու համար։ Ես ամեն օր նայում էի նրան, չէի տեսնում։ Ինչպես է հնարավոր։ Դուք տեսնում էիք այն, ինչ ուզում էիք տեսնել, Ռուբեն։ Տեսնում էիք այն կատարյալ կյանքը, որ կառուցել էիք։ Դժվար է ընդունել, որ ինչ-որ բան սխալ է, երբ մակերեսին ամեն ինչ ճիշտ է թվում։ Բայց կարևորն այն է, որ երբ ճշմարտությունը բացահայտվեց, դուք գործեցիք։ Պաշտպանեցիք ձեր մորը։ Դա է կարևորը։ Ռուբենը նա գործնական փոփոխություններ կատարեց։ Կտրուկ նվազեցրեց աշխատանքային ուղղությունները։ Պայմանագիր կնքեց գործընկերոջ հետ, շինարարական ընկերության պարտականությունները բաժանելու համար։ Հայտնաբերեց, որ կարող է հաջողակ լինել բիզնեսում, առանց տանը ներկայությունը զոհաբերելու։ Եվ ամենակարևորը, հայտնաբերեց, որ մոր հետ լինելը ավելի գոհացուցիչ է, քան ցանկացած ստորագրված պայմանագիր։ Պատշգամբում կեսօրները ավանդույթ դարձան։ Նստում էին այնտեղ մայր ու որդի, սուրճով ու տորթով, խոսելով օրվա, հիշողությունների, պլանների մասին։ Ռուբենը պատմում էր շինարարական ընկերության նոր նախագծերի մասին, դժվար հաճախորդների մասին, հաջողությունների ձախողումների մասին։ Մարիամը խորհուրդներ էր տալիս այն իմաստությամբ, ով շատ էր ապրել էլ ավելի շատ էր սովորել։ Գիտեք, թե ինչ սովորեցի այս ամենից, որդիս, ասաց նա այդ կեսօրներից մեկի ժամանակ, նայելով ծաղկած այգուն։ Սովորեցի, որ լռությունը ոչ ոքի չի պաշտպանում։ Կարծում էի, որ լուռ մնալով խնդիրներից խուսափում եմ, բայց պարզապես ավելի խորն էի սուզվում։ Երբ վերջապես խոսեցի, երբ թույլ տվեցի ճշմարտությանը դուրս գալ, դա նման էր շնչելուն, գրեթե խեղդվելուց հետո։ Ռուբենը բռնեց նրա ձեռքը։ Եվ ես սովորեցի, որ վստահելը աչքերը փակելը չէ։ Դա ուշադիր լինելն է հենց այն պատճառով, որ սիրում ես։ Երբեք այլս նման բան աննկատ չեմ թողնի։ Դատավարությունից 9 ամիս անց Մարիամը համարձակ գաղափար ունեցավ։ Ուզում էր դասախոսություններ կարդալ։ Ուզում էր իր պատմությունը հրապարակայնորեն պատմել, ոչ միայն աջակցության խմբում, այլ դպրոցներում, եկեղեցիներում, համայնքային կենտրոններում։ Ուզում էր, որ այլ կանայք իմանային, որ մենակ չեն, որ հնարավոր է դուրս գալ բռնության շրջանակից, որ օգնություն խնդրելը թուլություն չէ։ Ռուբենը անմիջապես աջակցեց։ Օգնեց կազմակերպել առաջին դասախոսությունը Դիլիջանի քաղաքային դպրոցում։ Մարիամը շատ նյարդային էր։ Նախորդ գիշեր լավ չէր քնել։ Իսկ եթե ոչ ոք չհայտնվեր։ Իսկ եթե ծիծաղեին նրա վրա։ Իսկ եթե կարծեին, որ նա հորինում է։ Բայց երբ հասավ դպրոցի դահլիճը, տեսավ լիքը աթոռներ, մեծ մասը կանայք, բայց նա մի քանի տղամարդիկ երիտասարդներ, զգաց, որ ճիշտ տեղում է։ Բարձրացավ բեմ, դողացող ոտքերով, բայց երբ սկսեց խոսել, ձայնը ամուր դուրս եկավ։ Պատմեց իր պատմությունը, ոչինչ չթաքցնելով։ Խոսեց վախի, ամոթի, լռության մասին։ Խոսեց ձեռքերի հետքերի մասին, այն խոսքերի մասին, որոնք ավելի շատ էին։
ցավեցնում, քան ծակոցները։ Խոսեց այն օրվա մասին, երբ որդին ամեն ինչ հայտնաբերեց դատավարության, թերապիայի, վերակառուցման մասին։ Եվ վերջում նայեց հանդիսատեսին համոզված ասաց. «Ամոթը նրանը չէ, ով տառապում է։ Այն նրանն է, ով ուրիշին է տառապեցնում։ Եթե դուք նման բան եք անցնում, մի լռեք։ Օգնություն փնտրեք։ Խոսեք վստահելի մարդու հետ։ Բողոքեք։ Վախի մյուս կողմի կյանքն ավելի լավն է։ Ես խոստանում եմ։ Ես ողջ եմ դա ապացուցելու համար»։ Դահլիճը պայթեց ծափահարություններից։ Շատ կանայք լացում էին։ Որոշները մոտեցան հետո շնորհակալություն հայտնելու, իրենց սեփական պատմությունները կիսելու, աջակցության խմբի կոնտակտը խնդրելու համար։ Մարիամը գրկեց յուրաքանչյուրին, զգալով, որ իր ցավը նպատակ է գտել։ Դասախոսությունները հաճախակի դարձան։ Մարիամը դարձավ հայտնի ձայն տարածաշրջանում։ Ռուբենը ուղեկցում էր նրան բոլորում, նստած առաջին շարքում, անջատված հեռախոսով, ուշադրություն դարձնելով յուրաքանչյուր խոսքի։ Տեսնում էր, թե ինչպես է մայրը վերածվում զոհից փրկվածից ոգեշնչման։ Մղձավանջի ավարտից 1 տարի անց, մի արոտ կիրակի առավոտ, Մարիամը շուտ արթնացավ գնաց այգի։ Նստեց թթենու տակ գտնվող նստարանին, նույն տեղում, որտեղ շատ անգամներ վախով էր նստել, շուրջը նայեց։ Ծաղիկները պարում էին քամու հետ։ Ռադիոն ցածր էր նվագում խոհանոցում, որտեղ Սոնան սուրճ էր պատրաստում։ Ռուբենը հայտնվեց պատշգամբում, դեռս գիշերազգեստով, հորանջելով. «Բարի առավոտ, մայրիկ։ Լավ քնեցիք»։ «Շատ լավ քնեցի, որդիս։ Երազում տեսա քո հորը»։ Նա ժպտում էր։ Ռուբենը նստեց նրա կողքին, հանգիստ լռության մեջ մնացին այնտեղ, լսելով թռչուններին, զգալով արի ջերմությունը։ Դա այն պարզ պահերից էր, որոնք նախկինում աննկատ էին անցնում, բայց որոնք այժմ ոսկու արժեք ունեին։ Գիտեք, մայրիկ, ես երբեք չեմ ների այն, ինչ արեց Աննան։ Բայց ինչ-որ իմաստով, ես երախտապարտ եմ։ Որովհետև դա մեզ ցույց տվեց, թե որքան ուժեղ ենք մենք։ Որքան ենք սիրում իրար։ Եվ ինձ սովորեցրեց այլս ոչինչ հաստատված չհամարել։ Մարիամը գլուխը դրեց որդու ուսին։ Ես ներեցի, գիտես։ Ոչ թե նրա համար։ Ինձ համար։ Զայրույթ կրելը չափազանց ծանր է։ Նախընտրում եմ սեր կրել։ Արը բարձրանում էր Դիլիջանի երկնքում։ Տունը, որը մի օր բանտ էր, այժմ իսկական տուն էր։ Մարիամի մարմնի սպիները մնում էին այնտեղ, որոշները միշտ կմնային, բայց հոգու սպիները սկսում էին փակվել։ Եվ այն արտահայտությունը, որը նախկինում հուսահատ աղերս էր, այժմ հաղթանակի հայտարարություն էր։ Ես ողջ եմ։ Եվ նա ողջ էր։ Իսկապես ողջ, շատ երկար ժամանակ անց առաջին անգամ։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարիամի Ռուբենի պատմությունը խորապես դիպավ ձեր սրտերին։ Այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ ընտանեկան բռնությունը կարող է տեղի ունենալ ցանկացած ընտանիքում, ցանկացած վայրում, բայց նա ցույց է տալիս, որ միշտ հույս կա, միշտ վերսկսում կա։ Եթե դուք ճանաչում եք մեկին, ով կարող է նման իրավիճակում լինել, եղեք Սոնայի նման, մի լռեք։ Լռությունը պաշտպանում է հարձակվողին, երբեք զոհին։ Այս էմոցիոնալ ճանապարհորդությունը մեզ հետ շարունակելու համար մենք պատրաստել ենք հատուկ երգացանք, հաղթահարման, ընտանիքի վերսկսումների մասին հավասարապես հուզիչ պատմություններով։ Դրանք կգտնեք այստեղ, կողքին սեղմելով։ Եթե այս պատմությունը հուզեց ձեզ, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, թողնել ձեր հավանումը տեսանյութին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են կյանքի բարդությունը, այն պայքարները, որոնց մենք բախվում ենք, այն ուժը, որը մենք հայտնաբերում ենք, երբ ամենաքիչն ենք սպասում։ Կիսվեք ձեր մտորումներով մեկնաբանություններում, մենք ուզում ենք իմանալ, թե ինչ զգացիք։ Ձեր պատմությունը նույնպես կարևոր է։ Մինչ հաջորդ պատմությունը, միշտ հիշեք, երբեք ուշ չէ նորից սկսելու համար։